Գիրք Ելից, գլուխ 10 Մորեխ և խավար Եվ Տերն ասաց Մովսեսին. գնա Փարավոնի մոտ, որովհետև ես խստացրի նրա սիրտը և նրա պաշտոնյաների սիրտը, որպեսզի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ, որպեսզի պատմես որդուդ ու որդուդ որդու ականջներին, ինչ որ արեցի եգիպտացիների մեջ, և իմ նշանները, որ նրանց մեջ ցույց տվեցի, որպեսզի իմանաք, թե ես եմ Տերը։ Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին Փարավոնի մոտ և ասացին նրան. Եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. մինչև երբ չես ուզենալու խոնարհվել իմ առջև, արձակիր իմ ժողովրդին, որ գնան ինձ պաշտեն։ Այլապես եթե մերժես իմ ժողովրդին արձակել, ահա վաղը քո սահմանների վրա մորեխ կուղարկեմ, և երկրի երեսը կծածկի, և ոչ մեկը չի կարողանա տեսնել երկիրը, և այն ամենն ինչ փրկվել էր կարկտից, կուտի։ Եվ կլցվեն քո տները և քո բոլոր ծառաների տները, և բոլոր եգիպտացիների տները, որ ոչ քո հայրերը, ոչ էլ քո հայրերի հայրերն են տեսել իրենց երկրի վրա, եղած օրից մինչև այսօր։ Եվ դարձավ ու դուրս եկավ Փարավոնի մոտից։ Եվ Փարավոնի պաշտոնյաներն ասացին նրան. մինչև երբ է սա մեզ համար որոգայթ լինելու։ Արձակիր այս մարդկանց, որ գնան իրենց Տեր Աստծուն պաշտեն։ Միթե քեզ հայտնի չէ, որ Եգիպտոսն արդեն կործանվել է։ Եվ Մովսեսին ու Ահարոնին վերադարձրին Փարավոնի մոտ, և նա նրանց ասաց. գնացեք, պաշտեցեք ձեր Տեր Աստծուն։ Ովքեր են գնացողները։ Եվ Մովսեսն ասաց. մեր երիտասարդներով ու մեր ծերերով ենք գնալու, մեր տղաներով ու աղջիկներով, մեր հոտերով ու մեր արջառներով ենք գնալու, որովհետև Տիրոջ տոն է մեզ համար։ Եվ նա նրանց ասաց. Տերը թող իրոք ձեզ հետ լինի, երբ ես ձեզ ու ձեր երեխաներին կարձակեմ, զգուշացեք, քանի որ ձեր առջևում չարիք կա։ Ոչ այդպես, այլ միայն տղամարդկանցով գնացեք ու պաշտեցեք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում։ Եվ Փարավոնի առջևից դուրս արեցին նրանց։ Եվ Տերն ասաց Մովսեսին. ձեռքդ մեկնիր Եգիպտոսի երկրի վրա մորեխների համար, որ Եգիպտոսի երկրի վրա հարձակվեն և խժռեն երկրի ամբողջ բուսականությունը, այն ամենը, ինչ մնացել է կարկտից հետո։ Եվ Մովսեսը մեկնեց գավազանը Եգիպտոսի երկրի վրա, և Տերը մի ամբողջ օր ու ամբողջ գիշերը արևելյան հով բարձրացրեց, և երբ առավոտ եղավ, արևելյան հովը բերեց մորեխին։ Եվ մորեխը վեր բարձրացավ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և իջավ Եգիպտոսի բոլոր սահմանների վրա։ Շատ սաստիկ էր, դրանից առաջ այսպիսի մորեխ դեռ չէր եղել, ոչ էլ դրանից հետո կլինի։ Եվ ամբողջ երկրի երեսը ծածկեց, և երկիրը մտնեց, և երկրի ամբողջ բուսականությունն ու կարկուտից հետո մնացած ծառերի բոլոր պտուղները կերան, և եղած ծառերի վրա և արտի խոտերի վրա ոչ մի կանաչեղեն չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։ Եվ Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին ու ասաց. մեղանչեցի ձեր Տեր Աստծո դեմ և ձեր դեմ, և հիմա խնդրում եմ, ևս մի անգամ ներեցեք իմ հանցանքը, և ձեր Տեր Աստծուն աղաչեցեք, միայն թե ինձնից այս մահը հեռացնի։ Նա դուրս եկավ Փարավոնի մոտից և Տիրոջն աղաչեց։ Եվ Տերը մի խիստ սաստիկ արևմտյան քամի ուղարկեց, որ վերցրեց մորեխին, ու դեպի Կարմիր ծովը քշեց նրանց։ Եգիպտոսի սահմաններում մի մորեխ անգամ չմնաց։ Սակայն Տերը կարծրացրեց Փարավոնի սիրտը, և նա թույլ չտվեց Իսրայելի որդիներին, որ գնան։ Եվ Տերը ասաց Մովսեսին. ձեռքդ մեկնիր դեպի երկինք, որ Եգիպտոսի երկրի վրա խավար լինի, շոշափելի խավար։ Եվ Մովսեսն իր ձեռքը դեպի երկինք բարձրացրեց, և Եգիպտոսի ամբողջ երկրում թանձր խավար եղավ 3 օր։ Մարդիկ միմյանց չէին տեսնում, և 3 օր ոչ մեկն իր տեղից չշարժվեց, բայց Իսրայելի բոլոր որդիների համար լույս կար իրենց բնակարաններում։ Եվ Փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. գնացեք և պաշտեցեք Տիրոջը, միայն թող ձեր հոտերն ու նախիրները մնան, ձեր ընտանիքներն էլ թող ձեզ հետ գան։ Մովսեսն ասաց. դու պետք է մեզ նաև զոհեր ու ողջակեզներ տաս, որ մեր Տեր Աստծուն մատուցենք։ Մեր նախիրներն էլ պետք է գնան մեզ հետ, նրանց կչղակն անգամ չպետք է մնա, որովհետև նրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն ծառայելու համար, և մինչև այնտեղ հասնելը մենք չգիտենք, թե ինչով պետք է ծառայենք Տիրոջը։ Տերը կարծրացրեց Փարավոնի սիրտը, որ չուզեցավ արձակել նրանց։ Եվ Փարավոնն ասաց նրան. հեռացիր իմ մոտից, զգուշացիր քո անձի համար, որ այլևս իմ երեսը չտեսնես, որովհետև այն օրը, որ իմ երեսը տեսնես, մեռնելու ես։ Եվ Մովսեսն ասաց. լավ ես ասում, էլ քո երեսը չեմ տեսնի։